Տիկին Սահակյան Երևանում անցկացվող Երևանյան երկխոսություն համաժողովին պետք է մասնակցեր նաև Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության կենտրոնի ավագ խորհրդատու Գրեգ Օլիֆանտը, բայց ԱԳՆ պաշտոնյան հայտնել է, որ տեխնիկական խնդրի պատճառով նա չի կարողացել ժամանել Հայաստան։ Մի խումբ իրավապաշտպաններ, այդ թվում դուք, հայտարարություն էիք տարածել, որում ԱԳՆ-ից պահանջում էիք, որպեսզի պարզաբանեն, թե ինչու է օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանական ֆորումին մասնակցած Օլիֆանտը հրավիրվել այս համաժողովին։ Դուք ինչ որ կապ տեսնում եք ձեր կողմից բարձրացված աղմուկի եւ Օլիֆանտի Հայաստան չգալու միջև եւ առհասարակ ինչու է դատապարտելի նրա այցը Երևան, ինչպես է գնահատում ԱԳՆ-ի այդ հրավերը։ Նախ չեմ կարող բացառել կապը, քանի որ ի սկզբանե հրավիրյալների ցուցակում եղել է եւ կարծես թե իր մասնակցությունը հաստատված եղել է եւ այսպես կոչված տեխնիկական խնդիրները ի հայտ են եկել հանրային դաշտում նրա մասնակցության հարցը քննարկելուց հետո ուստի չեմ բացառում, որ վերջինս եւս վերանայել է նման հասարակական բացասական վերաբերմունքի պարագայում Հայաստանի Հանրապետությունում գտնվելը, նաեւ չեմ բացառում, որ արտաքին գործերի նախարարությունը ինչ որ չափով վերանայած լիներ իր մոտեցումը, իհարկե սրանք ենթադրություններ են, բայց մենք առնվազն անուղղակի կապ հայտարարության եւ չմասնակցելու միջև տեսնում ենք։ Իսկ առհասարակ ինչով էր պայմանավորված այդ հայտարարությունը, նախ ակնառու է, որ մենք գործ ունենք ագրեսիայի հետ եւ ագրեսիայի միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյություն ունեցող միջազգային իրավունքով ճանաչված ինքնորոշման իրավունքը բռնաճնշելու երևույթի հետ եւ նշեմ, որ այս process-ում բազմաթիվ այլ խախտումներ են եղել, այդ թվում վարձկանների ներգրավում, ազգերի ինքնորոշման իրավունքը բռնաճնշելու նպատակով, ինչը անթույլատրելի է եւ այս առնչությամբ կան բազմաթիվ միջազգային փաստաթղթեր եւ ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է այս տարածքները, իսկ օկուպացիոն ռեժիմներում գործունեություն իրականացնելը ինքնին դատապարտելի է եւ նաեւ հիշենք, որ Ադրբեջանը նախորդող տասնամյակների ընթացքում միջազգայինորեն փորձում էր Արցախի Հանրապետությունը ներկայացնել որպես ադրբեջանական տարածքների օկուպացիա եւ անգամ սև ցուցակներում էր ներառում բոլոր այն հայտնի մարդկանց, դիվանագետներին, միջազգային կառույցների ներկայացուցիչներին, ովքեր աշխատանքային գործունեություն էին իրականացնում։ Մենք չմոռանանք, որ նույնիսկ բլոգերները, օրինակ Լապշինը, որը մասնագիտական գործունեություն էր իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, եւս ենթարկվեց հետապնդումների, նույնիսկ հատուկ օպերացիաներ իրագործվեցին այս անձանց ձերբակալելու, Ադրբեջանին հանձնելու, ահաբեկելու նպատակով։ Եվ նշեմ, որ 23 թվականի ագրեսիվ պատերազմից հետո կատարվել են նաև միջազգային բնույթի հանցագործություններ, կարող է որոշակի վեճ առաջանալ, թե դրանք ցեղասպանություն են, թե մարդկության դեմ ուղղված հանցագործություն, բայց կարծում եմ առնվազն մարդկության դեմ ուղղված հանցագործության բռնի տեղահանման մասով մենք ունենք միջազգային կոնսենսուս եւ սա եւս անթույլատրելի է դարձնում այն պետությունում միջոցառումներին մասնակցելը, որոնք բռնի տեղահանել են, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են ծրագրավորել էթնիկ բնակչության նկատմամբ եւ զավթել են նրանց տարածքները։ 23 թվականից հետո Ադրբեջանը հատուկ գործելակերպ ուներ, որ միջազգային կառույցներին հրավիրում էր Ստեփանակերտ, մինչ այդ նաև Շուշի, բազմաթիվ դիվանագետներ զգուշավորություն էին ցուցաբերում եւ հրաժարվում են այցելություններից, դրանով իրենց քաղաքական վերաբերմունքը արտահայտելով, նշված անձը չի գործել մարդու իրավունքների, արժեքների, միջազգային իրավունքի դիտանկյունից եւ կարծում ենք այդպիսի մարդիկ ուղղակի չեն կարող ցանկալի լինել Հայաստանի Հանրապետության համար եւ նրանք չեն կարող մուտք գործել եւ որոշակի գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում եւ բացի այդ մենք այստեղ
այստեղ նաև նշանակություն ենք տալիս հենց միջոցառմանը, այսինքն սա ոչ թե ինչ որ մասնավոր, փոքր ազդեցությամբ միջոցառում էր, որին տարբեր համագործակցության շրջանակում կարող էր այս անձը մասնակցել, այլ կարևոր միջոցառում, որտեղ այո ներգրավվածությունն էր արտաքին գերատեսչությունը եւ ցավալի է, որ հրավիրյալների կազմում կարող էին ներառել մարդիկ, ովքեր ըստ էության սատարում են ադրբեջանական ագրեսիան Արցախի նկատմամբ եւ ադրբեջանական հանցագործությունները էթնիկ հայերի նկատմամբ։ Հիմա պետության այդ քայլը ինչով է բացատրում։ Իրենք հայտարարում են, չէ, որ Արցախի էջը փակված է։ Սա դրա շրջանակներում հասկանանք։ Տարակերպ մեկնաբանություններ կարող ենք տալ, բայց ես չեմ բացառում անգամ անփութությունը, որ ուղղակի ինչ որ սկզբունքով ցուցակ է կազմվել եւ հատուկ ուշադրություն չեն դարձրել անձանց կենսագրություններին եւ նախկին գործունեությանը, բայց այո, եթե դա անփութության արդյունք չէ, այստեղ մենք տեսնում ենք, որ օկուպացված Արցախում գործունեություն իրականացնելը ըստ էության գնահատվում է որպես օրինական, քանի որ ելակետ ընդունվում է այն թեզը, որ Արցախը ադրբեջանական տարածք է, որպիսի պայմաններում Հայաստանի արտաքին գերատեսչությունը չի ցանկանում սանկցավորել առանձին անհատների գործունեություն։ Այսինքն այո, այդ տրամաբանությամբ եւս կարող ենք մեկնաբանել արտաքին գործերի նախարարության գործելակերպը։ Իսկ ինչպես հասկանանք ԱԳՆ-ի այն քայլը, որ այդ նույն միջոցառմանը հրավիրվել եւ արդեն մասնակցում էր նաեւ միջազգային փորձագետ Ջոշուա Կուչերան, տեղեկություններ կան, որ նա 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Քարվաճառում եւ տեղեկություններ կային, որ նրա մուտքը Հայաստան արգելվել էր։ Հիմա ինչու է իշխանությունը հրավիրում այդ փորձագետին այս միջոցառմանը, երբ օրինակ նախորդ տարի տեղեկությունը հստակ չէ, որ վերջին ժամանակաշրջանում նրա մուտքը արգելվել էր Հայաստան։ Կրկին շատ դժվար է մեկնաբանել, կարծում եմ թափանցիկության եւ հանրային հաշվետվողականության տեսանկյունից ճիշտ կլիներ, որ հենց արտաքին գործերի նախարարությունը մեկնաբաներ եւ հանրությանը պարզաբաներ, թե ինչ շարժառիթներով կամ նկատառումներով են գործում եւ մասնակցության հետ կապված ինչպիսի ընտրանքներ են, կրիտերիաներ են դրված եղել։ Մեր կողմից դժվար է մեկնաբանել, որովհետև մենք իրարամերժություն եւ հակասականություն ենք տեսնում պետության գործելակերպում, այդ թվում արտաքին քաղաքական, այսինքն մի պարագայում կարող ենք տեսնել հայտարարություն, հետո դրան հակադրվող գործողություններ եւ հակառակը, այսինքն այստեղ միասնական արտաքին պետական քաղաքականություն գոյություն չունի, ինչը բնականաբար վնասում է Հայաստանի Հանրապետության պետական ազգային շահերին եւ դա դրսեւորվում է բազմաթիվ հարցերում ընդհանուր մինչև մարդու իրավունքներին առնչվող խնդիրներ, մենք դա շատ ցայտուն կերպով կարողացել ենք նաև գնահատել գերիներին առնչվող խնդիրներով, օրինակ մի պարագայում մենք կարող ենք ունենալ հայտարարություններ, որ նրանք չեն խոշտանգվել, հետո կարող ենք ունենալ պետական գանգատ ընդդեմ Ադրբեջանի նաև խոշտանգումների հիմքով, հետո կարող ենք ունենալ նաև վարչապետի հայտարարություն, որը հաստատում է, որ գերիները ենթարկվել են խոշտանգումների, այդ թվում հոգեմետ նյութերի օգտագործմամբ, իրենց կամքին հակառակ օգտագործմամբ, այսինքն վերաբերմունքի հետ կապված հարցը, որը ի սկզբանե փաստաթղթավորվել էր իրավապաշտպանների կողմից եւ կային անհերքելի ապացույցներ վատ վերաբերմունքի խոշտանգումների պետության կողմից հովանավորվող վարչական պրակտիկայի վերաբերյալ հանգեցրել է արտաքին գերատեսչության կամ գործադիր իշխանության այլ ներկայացուցիչների կողմից իրարամերժ հայտարարությունների եւ սա է պատճառը, որ ձեր բերված օրինակում եւս մենք տեսնում ենք գործելակերպի իրարամերժություն։ Երևանում է նաև Սլովակիայի վարչապետը, ինչպես նաև այսօր արդեն կլինի Հունգարիայի արտաքին գործերի նախարարը, ինչու եմ հենց այս երկու երկրների անունները տալիս, որովհետև օրինակ Սլովակիան Ադրբեջանին զենք է վաճառել, այս տարվա ընթացքում
լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Սլովակիայի պաշտպանության նախարարը իր հարցազրույցներում առնվազն 2 անգամ Հայաստանին մեղադրել է ադրբեջանական այսպես կոչված հողերը օկուպացնելու մեջ, իսկ Հունգարիան էլ գիտենք Ադրբեջանի հետ ջերմ հարաբերություններ ունի, մարդասպանին արտահանձնել էր այդ երկիր։ Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունը օրինականացնում է այս երկրների հայտարարությունները, արարքները նման հյուրերի Հայաստան հրավիրելով։ Կարծում եմ առնվազն Հայաստանի Հանրապետությունը խնդրահարույց չի դիտարկում եւ կարծում եմ այդ գործելակերպով հանրային ուղերձ է հղում, որ այդ երկրների քաղաքականությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության կողմից վարվող արտաքին քաղաքականության հետ։ Եթե Հունգարիան սատարում է Ադրբեջանին եւ Արցախ անցալում է որպես ադրբեջանական տարածք, անտեսելով Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի 4 բանաձևեր, որտեղ նշված է, որ Արցախի հանրապետության ինքնահռչակումը համապատասխանում է միջազգային իրավունքին եւ այդ ինքնահռչակումը չի հանգեցրել որևէ սանկցիաների կիրառման, այդ թվում կոլեկտիվ չճանաչման պահանջի ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից, բայց Հունգարիան բոլոր դեպքերում արձանագրում է, որ օրինական են եղել ադրբեջանական գործողությունները ինքնորոշված ազգի նկատմամբ, սա նշանակում է, որ Հայաստանի վարած քաղաքականությանը համահունչ գործունեություն է եւ մյուսը թերևս այս խնդիրը այնքան անեացված է, որ դրանք այլևս երկկողմ հարաբերությունների կառուցման գործոններ չեն։ Օրինակ, երբ Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին, այս խնդիրը դարձավ դիվանագիտական հարաբերությունների կասեցման պատճառ եւ դրանով Հայաստանը ցուցադրեց, որ անթույլատրելի են մարդու իրավունքներ խախտող հունգարական գործողությունները, որոնք բնականաբար պետք է նաեւ քաղաքական հետևանքներ ունենան երկկողմ հարաբերություններում։ Ներկայումս կարծում եմ իշխանությունները հստակ կերպով ցուցադրում են, որ Արցախին վերաբերող այլ երկրների դիրքորոշումները, որոնք անգամ միջազգային իրավունքին դեմ են, չեն կարող ազդել հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների վրա։ Հունգարիան կարծում եմ միշտ ունի ընդգծված պրո-ադրբեջանական դիրքորոշում եւ նշեմ, որ կա նաև ադրբեջանական փողերի արտահոսք, հունգարական տնտեսություն, կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներ, առհասարակ Հունգարիայի վարկանիշը Եվրոպական միության երկրներում շատ խնդրահարույց է, նաև այլ հարցերով պայմանավորված, բայց անգամ այս իրողության շրջանակներում Հայաստանը այնպիսի գործողություններ է ձեռնարկում, որով ցուցադրում է, որ ունի լավ հարաբերություններ Հունգարիայի հետ եւ անգամ կարող է բարձրացնել Հունգարիայի հեղինակությունը։ Ես հիշատակեմ, որ 5 գերիների վերադարձը հնարավոր է եղել Հունգարիայի միջնորդությամբ եւ հասկանալի էր, որ սա ինքնին Հունգարիայի դերը մեծացնող հանգամանք էր, որին նպաստել են Ադրբեջանը եւ Հայաստանի Հանրապետությունը։ Բայց այստեղ էլ ես պատահականություն չեմ տեսնում, կարող ենք նաև վերհիշել Գերմանիայի նախագահի այցելությունը Հայաստանի Հանրապետություն, երբ այցելության շրջանակներում ընդհանրապես ցուցադրել էր Արցախի դրոշը, թեև նշեմ, որ տեքստը ամբողջովին ի վնաս էր Արցախի եւ միջազգային իրավունքը խախտող նաեւ արտահայտություն էր, քանի որ կար արձանագրում, որ Արցախը Ադրբեջան է, Ադրբեջանի մաս է եւ հետաքրքրական էր, որ Հայաստանում գտնվելու ժամանակ ադրբեջանական կողմը արձագանքեց, ինչը հանգեցրեց դրոշի հեռացմանը, բայց Հայաստանի Հանրապետություն, այո, բայց Հայաստանի Հանրապետությունում գտնվելով Հայաստանի Հանրապետությունը որևէ արձագանք չտվեց Արցախը ադրբեջանական տարածք, Ադրբեջանի մաս լինելու հայտարարությանը։